Որն է ազգային ժողովի առաջիկա ընտրությունների հիմնական իդրիկը։ Մասնագիտական գնահատականներն ու նախորդ ընտրությունների փորձը վկայում են, որ մոտ 1.400.000 ընտրողի մասնակցություն, այսինքն շուրջ 55% ընտրությունները տեղափոխում է որակապես այլ քաղաքական հարթություն։ Այդ շեմը հաղթահարելու դեպքում ընտրական գործընթացին միանում է ոչ միայն քաղաքականապես մոբիլիզացված եւ կանխատեսելի ընտրազանգվածը, այլ նաեւ այն լայն սոցիալական շերտը, որը սովորաբար մնում է ընտրությունից դուրս հիասթափության, անվստահության կամ քաղաքական անտարբերության պատճառով։ Հենց այդ շերտի ակտիվացումն է, որ կտրուկ փոխում է ընտրությունների ներքին տրամաբանությունը։ Եթե ընդդիմությունը կարողանա մոբիլիզացնել այդ հիասթափված շերտը ոչ թե մեր կողմը գալու, այլ գնալ եւ դեմ քվեարկել տրամաբանությամբ, ապա մասնակցությունը կարող է կտրուկ բարձրանալ։ Հակառակ դեպքում ապացիան կմնա իշխանության լավագույն դաշնակիցը։ Ընտրողների ցածր մասնակցության պայմաններում ընտրական գործընթացը գործում է հարաբերական թվերի տրամաբանությամբ, որտեղ վարչական ռեսուրսը ստանում է անհամաչափ ազդեցություն։ Վարչական կախվածության մեջ գտնվող խմբերը վերահսկելի ընտրազանգվածը եւ կազմակերպված մասնակցությունը թույլ են տալիս իշխանությանը պահպանել վերահսկողությունը ընտրությունների արդյունքների նկատմամբ։ Սակայն ընտրողների բարձր մասնակցության պարագայում այդ մեխանիզմը սկսում է կորցնել իր արդյունավետությունը։ Զանգվածային մասնակցությունը կլանում է վարչական ռեսուրսի ազդեցությունը, այն վերածելով երկրորդական գործոնի, որ այլևս ի վիճակի չէ փոխել հասարակական ընդհանուր տրամադրության ուղղությունը։ Այսպիսով առաջիկա ընտրությունների հիմնական հակամարտությունը չի ընթանալու իշխանության եւ ընդդիմության միջեւ։ Այն ընթանալու է քաղաքական մասնակցության եւ քաղաքական ապաթիայի միջեւ։ Եթե ընտրողների ակտիվությունը հասնի այն շեմին, որտեղ վարչական ռեսուրսը կորցնում է վճռական նշանակությունը, ապա իշխանության վերարտադրությունը դառնում է խիստ խնդրահարույց։ Այդ դեպքում ընտրողների ակտիվ մասնակցությունը դառնում է գործող իշխանության քաղաքական դատավճիռ։